Արմեն, մաթեմատիկա առարկայի այս տարվա քո ամենահավանած թեման ո՞րն է։ Կոտորակը։ Կասես ինչ է կոտորակը։ Կոտորակը ցույց է տալի, թե քանի մասի է բաժանած ամբողջը և քանի մասն է վերցրած։ Ահա, կարող ես ցույց տալ օրինակի վրա։ Սա քառակուսի է 3/9։ Քառակուսին բաժանած է քանի մասի։ 9 մասի վերցրած է 3-ը։ 3/9 մեջ 3-ը ինչն է։ Համարիչը։ Իսկ 9-ը Հայտարարը։ հաջորդ քառակուսին 2/3։ 2/3։ 2/3։ 3-ը ինչն է այստեղ։ Հայտարարը։ Իսկ 2-ը Համարիչը։ և հաջորդ քառակուսին 3/6։ Որտեղ 3-ը։ 3-ը համարիչն է, մյուս 3-ը հայտարարը։ 3-ը համարիչն է, 6-ը հայտարարը։ Արմեն, ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի։ Հիմա կոտորակի տեսքով ներկայացրու այդ մասերից օրինակ 5-ը։ 55-րդ։ 5 50-րդ։ 5 50-րդ։ 50 մասի է բաժանված։ Իսկ 12-ը 12 50-րդ։ 24-ը 24 50-րդ։ իսկ 50-ը 50 50-րդ։ ճիշտ է։ Արմեն, եթե երկու կոտորակ ունեն հավասար հայտարարներ, որ կոտորակն է ավելի մեծ։ Հայտարարին ենք նայում, թե համարիչին։ Համարիչին, որի համարիչը ավելի շատ է, նա հաղթում է։ Նա ավելի մեծ է, հա։ Այո։ Արմեն, իսկ եթե հավասար համարիչ ունեցող կոտորակներ ենք համեմատում, ո՞րն է ավելի մեծ։ Եթե երկուսի համարիչը նույնն է, իսկ հայտարարը տարբեր։ Եթե հայտարարը տարբեր են, որի հայտարարը ավելի քիչ մասերի է բաժանած, նա ավելի մեծ է։ Արի մի օրինակ էլ բերենք, ասա քանի վայրկյան է 3/5 րոպեն։ Մի րոպեն 60 վայրկյան է։ 60 վայրկյանը բաժանում ենք 5-ի և բազմապատկում ենք 3-ի։ Ինչ կստանաս։ 36։ Ճիշտ է։